այդ ժամանակ ես հարաբերությունների մեջ էի ու տարբեր ելքեր էինք փորձում գտնել հարաբերությունները կարգավորելու ու իմ կարծիքով ես գտա իդեալական սխեմա հարաբերությունների համար, որը կարելի է գուշակել, որ չստացվեց կիրառել կոնկրետ այդ հարաբերությունների մեջ, հրաշուր բաժանվեցինք, բայց սխեման ինձ թվում է իդեալական է։ Միտքը կայանում է նրանում, որ միշտ հարաբերություններում ինչ-որ տարաձայնություններ են առաջանում, երբ որ մեկը ունի ինչ-որ կարիք կամ ինչ-որ սպասելիքներ, որը դիմացինի ենթադրենք չի արդարացնում, ու դրա պատճառով հաճախ կարան ինչ-որ վեճեր ու նման բաներ լինեն, կամ պրոստը իրարից նեղանալ, նեղվել ու նման բաներ, որտեվ շատ հաճախ, երբ որ ինչ-որ նման բաներ է լինում ու մարդիկ նստում են որ խոսան, այդ խոսակցությունը ոչ մի տեղ չի տանում, որտեղ ամեն մեկը իրանն է առաջ բրդում։ Ու այդ ինձ թվում է բնական է մարդու համար, որ ամեն մեկը ենթագիտակցորեն ինքը իր կոմֆորտի ու իր լավ լինելու համար է պայքարում, ու արդյունքում այդ բերում է նրան, որ երկու կողմը պրոստը բախվում են իրար, ամեն մեկը փորձում է բացատրի, թե խիա իր համար էս ինչ բանը կարևոր, դրա կարևոր որ էս հարցը լուծվի ու լուծվի իր ուզած ձևով, ու դիմացինն է իրանն առաջ բրդում, ասելով, թե ինքը խիա տենց ռեակցիա տալիս էս ինչ բանին եւ այլն եւ այլն։ Բայց իմ իդեալական սխեման, որը իրականում շատ դժվար է դրան հասնելը, բայց ինձ թվում է ռեալ է, եթե մարդիկ ամեն մեկը իր վրա ահավոր շատ աշխատի ու իրոք նվիրված լինի հարաբերություններին, ու սխեման կայանում է նրանում, որ ցանկացած ինչ-որ տարաձայնության ժամանակ, որպեսզի դա չվերածվի ինչ-որ վեճի, ու որպեսզի իրար մաքսիմալ լավ կարողանաք հասկանալ, ամեն մեկը փորձի իր եսը դնի մի կողմ ու մենակ դիմացին տեսանկյունից մտածի ու փորձի իրավիճակին նայել։ Բայց դրա համար պետք է երկու կողմն այնքան գիտակից լինեն ու այնքան վստահ են իրար, որ վստահ լինեն, որ դիմացինը իրանց տեսանկյունից է մտածելու, ու այդ վստահության շնորհիվ իրանք է մենակ դիմացին տեսանկյունից մտածեն, ամեն մեկը իր տեսանկյունից вообще չմտածի։ Որ եթե ենթադրենք ինչ-որ իրավիճակ եղա, որ կողմերից մեկը նեղվել է ինչ-որ բանից, ոչ թե այդ նեղված կողմը սկսի մեղադրել, որ դու սենց արեցիր, դրա համար ինձ վատ է եւ այլն, այլ հակառակը այն կողմը ում պատճառով որ նեղվել են, ինքը փորձի հասկանա, թե խիա դիմացինը նեղվել իր ենթադրենք X գործողությունից, որը ուղղված չի եղել նեղացնելու, բայց տենց է ստացվել։ Իսկ այն մարդը, որ նեղվել է, ինքը փորձի դիմացինին հասկանա, թե ինչն է դիմացին դրդել անել այն քայլը, որը որ արդյունքում բերել է նրան, որ ինքը նեղվել է, բայց ինքը այդ բանին պետք է մի կողմ դնի այն փաստը, որ ինքը նեղվել է։ Ու փոխարենը փորձի հասկանա, թե ինչի է դիմացինը իրան տենց պահել։ Իսկ դիմացինը իմանալով, թե խիա ինքը իրան տենց պահել, փորձի հասկանա, թե խիա իր այդ պահվածքը նեղվածություն առաջացրել իր սիրած մարդու մոտ։ Ոչ մի միտքը զուտ նրանում է, որ ամեն մեկը իր եսը լրիվ զրոյացնի ու մաքսիմալ մենակ դիմացին տեսանկյունից փորձի հասկանա, որտեղ sense տենենց մենք մեծ տոկոսով մեր տեսանկյունից ենք մենակ նայում ու շատ քիչ տոկոսով դիմացին ենք փորձում հասկանալ։ Ինչքան էլ դու կարող ուզես փորձես հասկանաս եւ այլն, բայց մեկը սաղ քո անձնական շահերի պրիզմայից է բխում։ Ու արդյունքում ամեն մեկը իր կոմֆորտն է փորձում ստեղծի, այն ոնց ինքն է պատկերացնում, որ այդ հարաբերությունների ընթացքը իրան հաճելի կլինի, փորձում է տենց անի, դիմացինը նույն ձև փորձում է իր ուզած ձևով անի։ Ոչ իրարին ադու էլի, պրոստը ենթագիտակցորեն տենց է ստացվում։ Բայց այդ բերում է նրան, որ ամեն մեկի կոմֆորտը կարող է մյուսին զուգահեռ չգնա ու առաջանան այդ տարաձայնությունները։ Բայց եթե հենց նայեն հարաբերության տեսանկյունից, ոչ թե անձնական տեսանկյունից, ու ես չեմ ասում, որ
հասկանաս դիմացին ոնց է ուզում ու տենց անես։ Ես չեմ ուզում ասում, որ մարդ ինքը իրան դեմ գնա։ Պրոստը ինձ թվում է, երբ որ մենք առաջ ենք բրտում մերը, շատ հաճախ կարող է կորցնենք այն շատ ինչ որ նուրբ պատճառը, ինչից որ դիմացին կարող է կոմֆորտ չլինի, ու այդ պատճառը կանես բան լինի, որ քո համար խնդիր էլ չի նենց անել, որ դիմացինի մոտ տենց բացասական էմոցիաներ չառաջանան։ Բայց քանի որ մենք ամեն մեկս միշտ սովոր ենք պաշտպանվել, դες եթե մեզ ասում են ես ինչ բանի պատճառով ես նեղվեցի, մեզ շատ դժվար է տրվում փորձել հասկանալ թե խի նեղվեց դիմացինը։ Ոսկի հարցնել թե խի նեղվեց ու ոչ թե հարցնել այն նպատակով, որ հեսա թող ինքը պատասխանի ու ես իրան կբացատրեմ թե խի է ինքը սխալ, թե խի ինքը պետք է չնեղվեր, այլ ուղղակի դու չմտածես ինքը պետք է նեղվեր, թե չպետք է նեղվեր, ընդունես որպես փաստ, որ ինքը նեղվել է, որտեվ ուրեմն իրան այդքան կպել է։ Որտեվ նման իրավիճակում մարդիկ ավելի հակված են, երբ որ քեզ մեկը ասում է քո այս արածի պատճառով ես նեղվեցի, ոչ թե փորձես հասկանաս, թե վրոդի ես անմեղ ինչ որ բան եմ արել, խի այս մարդը դրանից նեղվեց, ու փորձես հասկանաս, թե այդ քո անմեղ արածի մեջ ինչը վсё-таки իրան ինչ որ մի ձև կպավ, այլ մենք ավելի շատ հակված ենք այն ձև նայել, որ դիմացին ասում է այս ինչ բանից նեղվել եմ, դու ասում ես դե դու որ այսպես չանեիր, ես էլ տենց չէի անի ու դու չէիր նեղվի արդյունքում։ Ոջամներ դիմացինի մոտ էլ է պաշտպանական բան առաջանում, ինքն է հակա ինչ որ մի բան ասում։ Ասում է եթե դու այն վաղտ քեզ տենց չպահեիր, ես էլ այդ բանը չէի ասի ու դու տենց չէիր անի եւ այլն եւ այլն։ Ու տենց փորձում են մարդիկ sense հետ գնալով հասնել ինչ որ ամենասկզբնական կետին ու ջոգեն ով է առաջինը ինչ որ մի բան ասել, որ ջոգեն ով է ճիշտ, ով է սխալ, բայց իրականում եթե ձեր հարաբերություններն են ինչ որ երկու իրար սիրող մարդու հարաբերություններ են, ուրեմն այդտեղ вообще էական չի ով է ճիշտ, ով է սխալ, որտեվ ձեր հարաբերությունները ընդհանուր են ու այդտեղ չկա ինչ որ աճոք հավաքելու դաշտ, որ դուք փորձեք ճիշտ լինելով ինչ որ մի բան ապացուցել։ Ուրիշ բան է, եթե մարդիկ իրանք ներքուստ ինչ որ անբավարարվածություն ունեն ու փորձում են դաժե ինքնահաստատվել չէ, բայց ճնշել դիմացինին, որ իրանց ուզածով լինի։ Ու դա էլ եմ ասում ենթագիտակցական բան, то есть դու կարաս տենց ամբողջ սրտով ուզես որ քո հարաբերությունները լավ լինեն, բայց քո քայլերը անդադ ուղղված լինեն նրան, որ քո կոմֆորտը ապահովես։ Իսկ իրականում հարաբերությունների մեջ կոմֆորտը всё же տարբերվում է հարաբերություններից դուրս կոմֆորտից, որտեղ հարաբերություններից դուրս դու քո անձնական բանն ես ուղղակի ստեղծում, իսկ հարաբերությունների մեջ դու եթե առաջնորդվես այն նույն տրամաբանությամբ, որը որ առաջնորդվում էր հարաբերություններից դուրս, դու իտոգում մեկը դժվար թե կոմֆորտ զգաս, որտեվ դու ինչ որ պարզ քայլերի միջոցով քո ստանդարտ ինչ որ կոմֆորտն ես փորձելու ստեղծես, բայց քո դիմացինին կոմֆորտ չի լինելու։ Ու հարաբերությունները ընդհանուր հանգիստ չեն լինելու, գարմանիշնի չեն լինելու, ու ինչ որ պահի դու մեկա դիսկոմֆորտ կզգաս այդ ամեն ինչի մեջ, որտեղ դու քո անձնական հարմարությունը ստեղծելով, բայց ունենալով անհարմար հարաբերություններ, դու կտրվում ես այդ հարաբերություններից ու այլևս ոնց որ այդ հարաբերությունների մեջ չլինես, то есть եթե դու տենց առաջնորդվես քո մասին մտածելով, ինչ որ պահի կարող է բացահայտես, որ քեզ հանգիստ է հարաբերություններից դուրս մենակ։ Ոնց որ դու զգաս, որ քեզ լինում է հանգիստ, բայց այդ հանգիստը մենակ հարաբերություններից դուրս տեսնես ու սկսես համարել, որ խնդիրը հարաբերությունների մեջ է հենց։ Որտեղ դրա մեջ քեզ լավ չի, բայց իրականում միգուցե դու ուղղակի սովոր ես թե առանց հարաբերությունների դու ոնց ես կարգավորում քո կյանքը, ու այդ նույն տրամաբանությունը կիրառում ես արդեն նաև ձեր ընդհանուր շփման մեջ,
Հաշվի չառնելով, որ դու կտեղ 2 հոգի եք վсё-таки։ Ուստի շատ կարևոր է այն պահը, որ ասում որ գիտակցա բար չի լինում, ուտե մեղադրելու բան չկա, որ մարդիկ տենց են անում, որտեվ հնչում անենց ոնց որ դիմացինին հաշվի չառնելով ինչ որ բաներ արվում, բայց չէ, դու կարաս դիմացինին շատ սիրես ու անկեղծ ուզես, որ սա լավ լինի ու շատ նեղվես իր ամեն նեղվելուց, բայց մեկը չջոգես, որ քո քայլերը չեն նպաստում այդ ամեն ինչին։ Բայց այդ իհարկե շատ դժվար է իրականացնել ու կտրվել քո եսից, դիմացին տեսանկյունից մտածել, որտեվ ինչ որ չափով այդ դաժե երևի մեր բնությանը հակասում է։ Մզուտ այն, որ դու ինքդ քո մասին չմտածես։ Բայց համ էլ իմ մեջ ինչ որ հույս կա, որ այդ իրոք շատ աշխատող բան կարա լինի։ Նելի եմ ասում եմ պարագայում, եթե դուք իրար շատ եք սիրում, շատ նվիրված եք ու շատ վստահում եք, որ ամեն մեկը դիմացինի կոմֆորտի համար փորձի հոգա, որտեղ ամեն մեկը ձեր կոմֆորտի համար sense tendency ինչ ուզում ես արա, մեկա դու այդ հոգալու ես։ Մեկա դու առաջերտին քո համար ես անհանգստանալու, բայց ինչ որ հարցեր լուծելու այդ հարաբերության մեջ հարցեր լուծելու պահին գոնե այդ պահին եթե մարդիկ ջանք գործադրեն ու կտրվեն իրանք իրանցից, ինձ թվում է համ ավելի լավ կզգան իրանց այդ շփման մեջ ու համ էլ մարդկանց կապն էլ շատ ավելի կամրանա, որտեվ էդ էլ ինչ որ հոգատարության դրսևորում է, իսկ վեճերը ու մեղադրելը իրար հակառակը ոնց որ հոգատարության բացակայություն, չգիտեմ հոգատարության հականիշը որն է, բայց այդ է։ Իսկ հոգատարության կարիք ինձ թվում է բոլորը ունեն։ Դեռ չգիտեմ կարիք թե չէ, բայց այդ երբեք ավելորդ չի, եթե այդ քո ուզած մարդու կողմից է։ Եթե այդ քո չուզած մարդու կողմից է, դու այդ չես կարող ընկալես որպես հոգատարություն, այդ ավելի շատ ինչ որ ճնշում է լինում։ Բայց եթե սիրած մարդն է ու կարևորը որ այդ հոգատարությունը լինի հասկանալու տեսանկյունից ու էլի այս նույն սխեմայով ոնց որ դիմացինի տեսանկյունից նայելով ոչ թե քո, որտեղ մեկ-մեկ մենք կարանք հոգ տանենք զուտ մեր պատկերացումներով։ Ոսկի ես որոշեմ թե քո համար ինչն է լավ ու փորձեմ նենց անեմ, որ այդ իրականանա, բայց դու կարող вообще դրա կարիք չունես։ Իսկ իսկական հոգատարությունը երևի հենց այն է, որ փորձես հասկանաս ինչի կարիք ունի դիմացինը ու այդ ուղղությամբ գնաս մենակ, որ այդ չվերածվի նրան ոնց որ ծնողը երեխուն դաստիարակելուց ոչ թե նայում է երեխու կարիքներին ու առհասարակ երեխու ունիկալությանը, որտեղ այդ ունիկալությունը բերում է նրան թե ինչն է կարևոր է երեխու համար, այլ ծնողը փորձում է իր բացերը ինչ որ լրացնի, ինչ որ ինքը ինչի կարիք որ ինքն է ունեցել ու չի ստացել, այդ է փորձում իր երեխուն տա, խացա երեխան կարող է вообще դրա կարիքը չունի։ Ու նույն ձևը հարաբերությունների մեջ ամեն մեկս կարող մեր պատկերացումը ձևավորենք մեր կյանքի ընթացքում թե ինչն է կարևոր, ինչն է հոգատարություն ընկալվում ու դիմացինի սկսենք դրանով խեղդել, բայց դիմացինը կարող լրիվ ուրիշ բանի կարիք ունի։ Ոնց որ շատ հաճախ մարդիկ երբ որ մեկը նեղված է լինում ինչ որ բանից ու կիսվում է, դիմացինը շատ հաճախ ուղղակի սկսում է լուծումներ առաջարկել, ասենք չոր, բայց միշտ չի որ այդ նեղված մարդը լուծումների կարիք ունի, ինքը միգուցե շատ լավ ինքնուրույն էլ այդ լուծումները կարա տա ու շատ ավելի լավ կարա հասկանա թե իր կյանքում կոնկրետ որ լուծումն է համապատասխան։ Ու այդ մարդը կարող է այդ բանին ուղղակի կարիք ունի, որ իրան լսեն կամ կարող կարիք ունի, որ իրան պրոստը այդ պահին գրկեն, բայց դու այդ իրավիճակ, քանի որ քո տեսանկյունից ես նայում ոչ թե դիմացինի, պրոստը ասում ես կա խնդիր, հիմա պետք է լուծել այդ խնդիրը, ես կառաջարկեմ բոլոր հնարավոր տարբերակները։ Բայց այդ տենց բաներն է դիմացին տեսանկյունից նայելը մենակ քո մարդու հետ կարաս էլի այտենց անես,
դու վստահ լինես, որ ինքն է պատասխան տենց կանի։ Իսկ տենց մարդ գտնելը շատ դժվար է։ Ու ինձ թվում է այդ հարցում պետքա վստահել զուտ զգացածիդ, ոչ մի այլ պատկերացումների խոսքի, թե ես ոնց էի պատկերացնում, որ պետքա լիներ, ես ոնց էի պատկերացնում, որ իմ կողքի մարդը պետքա լինի եւ այլն, որտեղ դու կարող ես ինչ որ պատկերացումներ ստեղծել ձևավորես քո կյանքի ընթացքում, որոնք պայմանավորված են լիքը ինչ որ տարբեր միմյանց հետ կապ չունեցող բաներով, որի արդյունքում դու ստեղծել ես մի հատ կամ մարդու իդեալ, կամ ինչ որ իդեալական հարաբերությունների պատկերացում։ Ու հետո երբ որ այդ մարդը հայտնվի ու հարաբերություններն լինեն, դու հետ ես գնալու նայես այդ քո իդեալական տարբերակներին ու ինչ որ համեմատություններ տանես։ Խացա կարող է այդ մարդը քո պատկերացրածը չի, այդ հարաբերությունները քո պատկերացրած ձևով չեն ընթանում, բայց քեզ շատ լավ է այդ ամեն ինչի մեջ։ Ու մեկ-մեկ այդ պատկերացումները կարող շատ ուժեղ խանգարեն ընկալել այն ինչը որ դու ռեալ ունես այդ պահին, ոչ թե այն ինչը որ դու պատկերացնում ես որ պետք է լիներ, որտեղ ինչ որ դու պատկերացնում ես կարող է լիներ ու պարզվեր որ քեզ այդ չի պետք։ Ու դրա համար այդ քո ինչ որ քեզ համապատասխան մարդում ընկալելը ինձ թվում է պետքա թողես վստահես քո ենթագիտակցությանը, ոչ թե գիտակցությանը, որտեղ ենթագիտակցության մեջ գիտակցությունն է կա, իսկ գիտակցության մեջ ենթագիտակցություն չկա։ Ու քո ուղեղը պաֆակտո քեզնից ավելի լավ գիտի քեզ ինչա պետք։ Ու եթե քեզ լավ է ինչ որ մեկի հետ, ուրեմն նշանակում որ դու ստանում ես ինչ որ կարևոր բաներ, դաժե եթե քեզ թվում է որ կարևոր է որ ենթադրենք քո կողակիցը լիներ չգիտեմ բոյով ու կյաժ մազերով, կարող է պարզվի որ քեզ բավարարություն է տալիս ոչ թե այդ, այլ այն որ քո կողակիցը խոսքի ձեռքը տա բռնում, երբ որ դու նեղված ես ինչ որ բանից։ Ու այդ կարող է այնց բան լինի, որ քո պատկերացումների մեջ ոչ չկա որպես ինչ որ կարևոր պունկտ, բայց այդ քեզ լիքը բավարարություն տա։ Բայց այն առաջի բերածես օրինակը լինի քո պատկերացումների մեջ, ու այդ դրա բացակայության պատճառով դու դիմացին նայես, ասես ну вроде ինքը լավն է, ինձ իր հետ վրոջը շատ լավ է, բայց ես պատկերացնում եմ, որ պետքա բոյով ու կյաժ լիներ, բայց ինքը կոլոտ ու սև մազերով է։ Ու լիքը բաներ, որտեվ կարող հարաբերությունների մեջ մենք ինքներս չհասկանանք, պրոստը զգանք։ Որտեվ քո պատկերացումները թե ոնց պետքա լինի քո կողակիցը, եթե օրինակ ունեցել ես փորձ ուրիշ մարդկանց հետ, մինչև այդ, կարա դրա վրա է հիմնվի, խոսքը քեզ կարող է ինչ որ մեկը շատ լավ է եղել, ու դու սկսես իրան փնտրել ուրիշների մեջ, էլի ենթագիտակցորեն, բայց ֆիքսվես նենց բաների վրա, որոնք որ իրականում այն չէր ինչի պատճառով որ քեզ այդքան հավես էր, այդ զուտենը ինչը որ դու կարացել ես մտածես ու հանգես այդ կետերին, որ սրանք իմ համար կարևոր են, բայց կարող է քեզ ինչ որ երջանկություն ա տվել, նենց բաներ, որոնք դու մինչև վերջ չես ջոգի այդ ինչն է, ինչ որ շատ նուրբ ինչ որ սիգնալներ կարող ալնեն, որ դու տենց էլ չջոգես։ Ու քանի որ դու չես ջոգել, հաջորդ մարդու մեջ դու ոչ թե դրան ես կարևորություն տալիս, այլ այն նրանց ինչը որ ջոգել էր գիտակցությամբ էլի։ Ու էլ չեմ ասում, որ կան մարդիկ, որոնք ֆիքսվում են ինչ որ բաների, գարասկոպների ու նման բաների վրա, ինչը բերում է նրան, որ իրանք նախապես ունեն ինչ որ տրամադրվածություն, նախապես ինչ որ մարդկանց հանում են ինչ որ շարքերից, բայց դու մինչև չփորձես, դու չես կարող հասկանաս քեզ այդ մարդու հետ լավ կլիներ թե չէ, ու միգուցե քեզ շատ լավ լիներ։ Որտեղ նույնիսկ այդ գարասկոպին հավատացող մարդկանց մոտ միշտ լինում են ինչ որ բացառություններ, որ ենթադրենք այս նշանը սրա հետ կատաստրոֆա է, բայց մեկ էլ պարզեց, որ այս դեպքում լավ է։ Ու տենց հետի համարում են բացառություն, բայց երբ որ դու ունես նախապես քո մեջ դրա տենց պատկերացումներ, Ոտ ես հիմա գարասկոպն եմ ասում, բայց նկատնում ցանկացած նախապես ունեցած ինչ որ ստոպեր
կամ հակառակը ինչ որ դրական բաներ։ Ու միտքս ոչ թե նրա մասին է, որ ամեն մեկի հետ փորձես հարաբերություն մինչև մեկ է բախտդ բերի, այլ նրա, որ եթե ինչ որ մի բան ստացվում է, եթե ինչ որ մի բան ինչ որ մի տեղ է գնում, եթե դուք իրար ձգում եք, ուրեմն պետք է ֆիքսվել հենց այդ մարդու վրա, ոչ թե մյուս մարդկանց, մյուս հնարավոր տարբերակների, մյուս քո նախկին փորձերի, մյուս մարդկանց վրա ֆիքսվել ասելով, ես նկատի չունեմ, որ ուրիշ մարդկանցն ես, այլ նկատի ունեմ, որ ստատիստիկան ցույց է տալիս, որ խոսքի արմենները կոպիտ են խոսում առավոտյան ժամերին, եթե քեզ հանդիպել է հոյակապ արմեն, ուրեմն շփվես այդ մարդու հետ, մինչև մի օր իրար հետ առավոտ կանցկացնեք ու կհասկանաս այդ տենց է թե չէ, ոչ թե նախապես մտածես, ինձ նման բան պետք չի, հազա դու այդ մարդուն չգիտես вообще, որտեղ ինձ թվում է ոչ այդ համապատասխան մարդ գտնելը մանավանդ ժամանակի, ինչքան ժամանակ շատ անցնում, այնքան ավելի դժվարանում է, որտեղ դու ավելի շատ փորձ ես ունենում ու ավելի պարզ ես լիքը բաներ տեսնում ու դրա համար մարդ ում հետ որ քեզ լավ կլինի գնալով ավելի դժվարանում է գտնելու ու եթե դրա այդ դժվարանալ չեմ ասում էլ որ ոնց որ մեծերն են ասում որ sense եթե մինչև 35 չգտար всё արդեն անհույս ես կամ մինչև 30 չգիտեմ չէ անհնար չի բայց ավելի դժվար է զուտ նրա պատճառով որ շատ բան ես ջոկում ու երբ որ նման բանի ինչ որ նախադրյալ կա ինձ թվում է պետք է ամբողջ բանով եթե դու դրա կարիքը ունես էլի իհարկե բայց ամբողջ ուժով պետք է կարճես դրանից ու կարճել չեմ ասում գնես մարդու հետևից բան զուտ նկատնում եթե դու դա զգացիր sense մի հատ բռնի ու փորձի հասկանաս փորձի մի հատ այդ քո զգացածը կարողանաս վերապրել մի հատ թե վերապրել էդի նորից զգալն ոչ նկատնում որ մաքսիմալ զգաս այն ինչը որ կա ու ջոգես կարող է հենց այդ էր քոնը կարող է բախտդ բերելա գտել ես ոչ թե միլիոն հատ կողքից ուրիշ բաների նայես շատ քիչ ենք էլի ինձ թվում է մեկ կարևորություն տալիս մեր զգացածին ու մեր զգացածին է շատ հեշտ հրաժեշտ ենք տալիս ինձ թվում է կա այդ մոմենտը որ շատ հեշտ ենք բաց թողում դաժե մի կողմ ասելով խոսքս զուտ մարդկանց մասին չի որ հարաբերությունը բաց թողես այլ նրա մասին որ շատ հեշտ ենք բաց թողում ինչ որ լավ բանի պոտենցիալը ոնց որ կարող է հավես է ինչ որ մեկի հետ քեզ բայց մի թեթև ինչ որ միտեղ ինչ որ մի բան չհամընկավ դաժե չեմ ասում որ կռվի քաղաքակ իրար հետ պրոստը տենց ինչ որ մի բանից վախ առաջացավ մոտդ կամ մի բան այդքան է սրտովդ չէր բայց ոչ նենց ինչ որ նենց հիմնավոր բան որը որ հարաբերությունների դեպքում քեզ թույլ չէր տա քեզ այդ մարդու հետ լավ զգայիր պրոստ թեթև մի բան այնքան որ այն չի ու տենց արդեն չես ֆիքսում նրա վրա որ այդ ինչ որ լուրջ պոտենցիալ էր ինչ որ լավ բանի քո կյանքում ու պրոստը թողում ես ասում ես դե թողես մեկն է չստացվի ոչինչ որտեվ կա այն միտքը որ աշխարհում չգիտեմ արդեն 7 կամ 8 միլիարդ մարդ կա ու չգիտես որ մեկն է քոնը որ մեկն է քեզ համապատասխան բայց ես չեմ հավատում այդ գաղափարին որ կա քեզ համապատասխան ինչ որ մի հատիկ մարդ էլի որ տենց պետք է սաղ կյանքդ փնտրես պրոստը սաղ մարդիկ տարբեր են ինչ որ բաներում մեկի հետ ես համընկնում ուրիշ բաներում մյուսի հետ ես համընկնում ու պետք է պրոստը զգաս քեզ որտեղ է լավ ում հետ է լավ ու իր հետ լնես ու եթե այդ մարդը կա այս պահին ու եթե քեզ իրոք լավ է ուրեմն այդ է համարի որ այդ է քեզ համապատասխան մարդ որը քեզ համապատասխան մարդ չկա
ու միևնույն ժամանակ կան լիքը քեզ համապատասխան մարդիկ, նայած որ տեսանկյունից նայած, բայց կոնկրետ ինչ որ հստակ բան չունի էդի, հստակ ինչ որ արժեք չունի, պրոստը ոնց որ խոսքի ունես ինչ որ սիրած շոր, որտեվ քեզ դուր է գալիս թե դու ինչ տեսք ունես, գիտես որ քեզ սազում է, ու անվանեն քեզ համապատասխան է։ Դու գիտակցում ես, որ աշխարհում կան անսահման քանակության շորեր, որոնք դու չես տեսել, բայց քանի որ քեզ այս մեկով լավ է, դու չես բանում գցում մի կողմ այդ շորերը ու բռնում փորփրում տեսնես որտեղ կա ավելի համապատասխան, ավելի քո դուր եկող, որտեղ հարցը ոչ թե նա որ ինչ որ կետերով քեզ համապատասխան է, այլ այն թե ինչ ես դու դրանից զգում, ոսկե այդ շորը դու հագնում ես ու դու քեզ դուր ես գալիս, քեզ պետք է որ դու քեզ դուր գաս ու վсё։ Նույնիսկ երբ որ կա կողքդ մարդ, քեզ պետք է որ դու իր հետ լավ զգաս քեզ։ Նո բնականաբար երկուստ իր հետ լավ զգաք, բայց եթե կոնկրետ մեկի տեսանկյունից ենք ասում, ուզում ես որ քեզ լավ լինի։ Հիմա քեզ լավ է։ Ուրիշ հարց կա իհարկե որ մեկ չգիտես իսկ արդյոք էս իմ մաքսիմալ էս վիճակն է, որ ինձ լավ լինի։ То есть կարող է ես ավելի լավ կարամ ինձ զգամ։ Բայց ինձ թվում է նման հարցեր առաջանում են, որտեղ մենք այդ վաղտել կտրվում ենք մեր զգացածներից ու ֆիքսվում ենք արտաքին ինչ-որ բաների վրա, որոնք որ մեզ կամ տվել են, կամ պրոստը որոնց հետ որ առնչվել ենք, այդ կարող լինի գրքեր, կինոներ, կամ պրոստը ուրիշ մարդկանց օրինակներ, երբ որ դու տեսնում ես սեր, ենթադրենք, կամ տեսնում ես որ մարդկանց լավ է, ու դաժե գիրք կինոն չասեմ, որտեղ այնտեղ կարող է ինչ-որ բաներ հորինված լինի, բայց մեկ-մեկ դու քո աչքով պրոստ տեսնում ես մարդկանց, ում որ իրար հետ լավ է, հավես է, նայում ես, ասում ես բզեց։ Մտածում ես, այ կուզեի ես էսենց զգայի, բայց դու չգիտես ինքը ինչ է զգում իրականում։ Միգուցե ինքը զգում է նույն ձև, ոնց որ դու, ու միգուցե քեզնից է պակաս է զգում, բայց իրան տենց է դրսևորում, միգուցե իր զգացածը իրան բերում է այդ պահվածքին։ Միգուցե ինքը պրոստը ուրիշ մարդ է, որ ավելի ջերմ է արտահայտում իր զգացմունքները, բայց այդ չի նշանակում, որ քո մոտ ավելի քիչ են զգացմունքները։ Ու դա շատ ինչ որ խաբուսիկ ճանապարհ է, էլի ֆիքսվել ուրիշների օրինակների վրա, երբ որ դու այդ օրինակը չես վերապրել ու չգիտես թե այնտեղ ներսում ինչ է կատարվում։ Ու դրա համար ենթադրում լավագույն ճանապարհը այն է, որ պրոստը ֆիքսվես ուղղակի քո վրա, քո զգացածի վրա ու համեմատականներ տանես մենակ քո հետ կատարվածի մեջ։ Ոսկի ճոգես որտեղ ես դու մաքսիմալ լավ զգացել, որտեղ մաքսիմալ վատ, ու արդեն դրան համեմատականներ տանես, ոչ թե այն ինչ որ դու ուրիշների մոտ ես պատկերացնում, որ տեղի է ունենում։ Պրոստը ստեղ մի հատ ուրիշ պահ կա, որ եթե դու հարաբերությունների մեջ ես, դաժե կոնկրետ կարամ ավելի բարձ օրինակ բերեմ իմ հարաբերություններից, որ ես չգիտեմ ինչքանով էմոցիոնալ մարդ եմ, ես ինձ համարում եմ բավականին էմոցիոնալ, բայց միշտ այն աղջիկների ում հետ որ ես շփվել եմ, իրանց էմոցիաները շատ ավելի արտահայտված են եղել, իրանք ավելի էմոցիոնալ են եղել։ Ну, то есть էմոցիոնալ լինել ոչ թե նկատում որ էմոցիաների պաշարը կամ զգալու ունակությունը ավելի ճիշտ իրենց մոտ ավելի բարձր եղել, քան իմ, դա ես չգիտեմ, էլի ոչ թե ասում հակառակն։ Այլ նկատում որ ավելի շատ է իրենց մոտ այդ արտահայտվել, ու ես չգիտեմ իմ մոտ խի տենց չի, կամ ես տենց եմ իմ բնությունից, կամ ինչ որ տրավմաների արդյունք է, կամ չգիտեմ ինչ է, բայց ամեն դեպքում ու երբ որ դուք հարաբերության մեջ եք ու ինչ որ մեկի մոտ մի բանը գերակշռում է, մանավանդ նման կարևոր բանը հարաբերությունների համար, դու ակամայից սկսում ես քո վրա կասկածել ու մտածում ես իսկ խիա որ դիմացինը կարում է սենց, ու ոչ թե կարում է, այլ դիմացինի մոտ սենց է, իսկ իմ մոտ տենց չի։ Ու այդ շատ վախենալու ճանապարհ է, որտեղ սկսում ես դու կասկածել, որ իսկ կարող է ես ավելի քիչ եմ իրան սիրում, որտեվ
իմ մոտ այդքան ուժեղ չի արտահայտված։ Իրանը явնի տեսնում որ ուժեղ է արտահայտված։ Ու դաժե էլ ավելի բանը գործանի չէ, երբ որ այդ պրետենզիաները ոչ թե դու ինքդ քեզ ես ներկայացնում, այլ դիմացին դա սկսում քեզ ներկայացնել, ինքը սկսում է իր զգացածի ու քոնի մեջ ինչ որ համեմատություններ տանել, խաթա ես նույն այդ հարաբերությունների մեջ ինչ որ բաներ էլ իմ մոտ ավելի զարգացած եղել, քան դիմացից կամ զարգացած չէ, այլ ավելի արտահայտված, բայց ես դրա վրա չեմ ֆիքսում, որտեղ ես հակված եմ իմ մեջ ինչ որ խնդիրներ ման գալ, ու երբ որ դիմացին դել է ասում խիա որ ենթադրենք ես օրինակ սենց եմ, իսկ դու տենց չես կամ դաժե իր օրինակը չի բերում, բայց ասում է խիա որ քո մոտ սենց է, ավտոմատ ուղեղդ իր հետ է զուգահեռ անցկացնում ու դու ժողովում ես որ իրոք իմ մոտ իր մոտ տենց չի, իր մոտ ավելի ինչ որ հարուստ է արտահայտված, ու երբ որ դիմացին դա է ասում, դա էլ ավելի ասնուցում այդ քո կասկածները, բայց իրականում միգուցե սա օքեյ է, ու ինձ թվում է տենց էլ կա, որտեվ իմ մաքսիմալ զգացածը ինչ որ X բան կարող է դիմացինից մաքսիմալից զգալի պակաս լինի, ոնց որ իմ 100% զգացածը լինի իր 50% զգացածի չափ, ու ես կարամ զգամ ինչ որ բան 100%-ով, իսկ ինքը 70%-ով, բայց այդ արտահայտվելու անենց, որ տպավորություն լինի, որ իր մոտ այդ ավելի ուժեղ է, բայց իրականում ես իմ մաքսիմումն եմ զգում, ես դրանից ավել չեմ կարա, իսկ ինքը օրինակի համար կարա, նու կարոչը արդյունքում այդ իրավիճակում պրետենզիաները թե քո, թե դիմացին կողմից քեզ են ուղված, որտև դուք սենց երկուստ է տեսնում եք, որ մեկի մոտ մի բան ավելի շատ է, մյուսի մոտ քիչ, բայց մենակ ես կարամ զգամ արդյոք այդ իմ մաքսիմումն է թե չէ, ու մաքսիմում դաժե անվանեն քո կյանքի այդ պահի դրությամբ, այսինքն սաղ կյանքիդ ընթացքում է քո մաքսիմում, կարող է հետո կյանքում մեկ է ավելին լինի, բայց այս պահին դու դրանից ավել չես կարա զգաս, չես է կարա քեզ համոզես դրանից ավել զգաս, ու ոչ է պետքա քեզ պահես նենց, ոնց կպահեր մարդով, որ ավելին է զգում, որտև այդ արդեն կեղծ է լինելու, իսկ ինչ որ կեղծավորությունը դիմացինին բավարարելու խաթր հարաբերությունների մեջ շատ կարճատև ինչ որ հաճույքի կարա բերի էլ, երբ որ դիմացին դեռ չի ջոգևորեցի կեղծավորությունը կամ միգուցե դու էլ դեռ չես ջոգևորեցի կեղծավորությունը քո կողմից, բայց ժամանակի ընթացքում բալբոմ սկսելու ես ճնշվել նրանից, որ դու քեզ նենց չես պահում, ոնց զգում ես, հոշում վաբշե շատ կարևոր է անկեղծ լինելը, ու իմ համար այդ միշտ վախենալու եղել, որտև էլի այդ պահը, երբ որ դու մեկ է հանկարծ քեզ համապատասխան ինչ որ մարդու սենց պոտենցիալ ես տեսնում, դու վախում ես իրան վախացնել, որտև քո ուղեղում կարող է ինչ որ կաշա տեղի ունենում, ու դու ջողում ես, որ այդ կաշան լցնես մարդու վրա, ինքը կարող է հուշ տելնի, կարող ասի, չէ, եթե սենց բաներ կա, ես չեմ պատկերացնում քո հետ իմ շփումը, ու կարող է չպատկերացնի այն ինչից որ խոսում ենք, այդ դրանց պատճառով, որ նախապես ինչ որ բաներ ունես քո համար, պատկերացումներ ունես, ինչն է, օքեյ, ինչը չէ, խայցա հարաբերությունների մեջ կարող է բարձի, որ քեզ դա օքեյ է, դաժե եթե քեզ միջև թվում է թե օքեյ չի։ Ու երբ որ այդ պոտենցիալը տեսնում ես ու փորձում ես դիմացին չվախացնել, դա բերում է ոչ թե կեղծավորության, այլ ինչ որ բաներ թաքցնելու։ Դու ոչ թե խաբում ես, այլ ինչ որ բաներ չես բացում, շատ հաճախ, որտեվ դու ինքդ դա կանցակում այդ չես ջոգի, բայց ես դաժե չգիտեմ, միգուցե եւ պետքա այն ինչը որ դաժե չես ջոգի, այդ էլ կիսվես ու փորձեք միասին ջոգել։ Պրոստը նման բաների համար պետքա ոչ շատ դրամատիկ մարդ լինի կողքդ, ինչը շատ դժվար է, որ դու կիսվես ու դիմացին տասի սենց բան կա, փորձենք հասկանալ, ոչ թե դու կիսվես ու էդի վերածվի ինչ որ տրագեդիայի ու այդ իրավիճակը մի ձև ծրվի ժամանակի ընթացքում ու հաջորդ անգամ երբ որ դու ինչ որ բանի կարիք ունենաս կիսվելու, հիշես թե նախորդ անգամ ինչ էր եղել ու ասես
լավ, շնորհակալ եմ, ես այլևս չեմ ուզում իմ մոտակա շաբաթը փչացնել, որտեղ այտենց կիսվելու բաներ կարող շաբաթը մեկ ունենաս, ու տենց ամեն կիսվելուց եթե շաբաթ առ շաբաթ փչանա, արդյունքում կունենաս պրոստը վատ շփում, ծանր ինչ-որ շփում, ու այդ ամեն ինչին նայելով դժվար թե նայես ու ասես սաղ точно երևի իմ հարաբերությունները ճիշտ են գնում։ Ուշիմ այդ ամեն ինչի համար ես ոնջոգում եմ պետքա հասունություն ու գիտակից լինել երկու կողմերից։ Որ այնքան հասուն ու գիտակից լինեք, որ համ պատրաստ լինեք դիմացին տեսանկյունից ամեն ինչին նայել, համ պատրաստ լինեք դիմացինի խնդիրները լսելու, դիմացինի մտավախությունները լսելու, ու ոնց նայում եմ արդյունքում հարաբերությունների գլխավոր փչացնող բանը այդ վախերն են տարբեր տեսակի։ Վախ ինչ-որ ապագայից, տիպա մշուշոտ ապագայից էլի, որ չգիտես ոնց կստացվի եւ այլն, ու վախ նրանից, որ քո ընտրությունը вообще ճիշտ է թե չէ, կարող ավելի լավ լիներ թե չէ, բայց այդ ընտրությունն է շատ դեպքերում ինչ-որ իլյուզիա է, որտեվ կա փաստ ու դու կարաս այդ վերածես իր հնարավոր մաքսիմալ լավ վիճակի ու արդյունքում քեզ մաքսիմալ լավ է զգաս, որտեվ դու չես ֆիքսվում այն նրա վրա, ինչը որ չկա, բայց կարող լիներ։ Որտեվ եթե ինչ-որ կղզու վրա ծնվես, ոչ դու լինես ու քո ապագա սիրած մարդը, դուք այդտեղ պրոստը մեծանալու եք, իրար հետ կապնվեք, ենթադրում եմ սիրեք իրար, ու այդ ձեր ամենալավ ու ամենավատ հարաբերություններն են միաժամանակ, որտեվ դու չես նայում այն մյուս տարբերակներին ուրիշ ոնց կարող լիներ, կամ դեռ այդ հարաբերությունները չէ, թե ուրիշ որտեղ ես ինձ կարող լավ զգա, ինչ որ ուրիշ երկրում կամ նման բան, որտեվ դու չգիտես, որ կա ուրիշ երկիր, ուրիշ մարդիկ ու նման բաներ։ Ու միգուցե պետքա ինչ որ ձև արհեստականորեն կտրվել այդ անսահման ընտրությունների գաղափարից, ու եթե քեզ ինչ որ միտեղ լավ է, ու սյոտիկի լավ գաղափարը կա, որտեվ մեկա մենք արդեն այն աշխարհում ենք ապրում, որտեղ այդ համեմատականները տանում ենք, բայց ռազ ուշ էս բան զգում ես, որ քեզ լավ է, փորձես կտրվես մնացած բաներից, մուլտիվսիլեններներից, որտեղ քո կյանքը կարող անսահման տարբեր ձևերով ընթանա, ու պրոստը ապրես այն նրա մեջ ինչ որ կա, ու այդ դրանից փորձես լավը քաղես։